Լավ էլի արկամ, ինչի ես տենց բան արել, ախր ծանր կտանի։ Ծանր կտանի, հա, ասում ես մագա։ Բայց փչացածը սիրտ ունի, որ ծանր տանի։ Մագա ոնց կարելի է երեխուն թողնել ու փախնել։ Դե այդ Սաքոն էր էլի խելքը կերավ։ Նա էլ 100 տարի անիմաստ սիրում էր, բայց երեխու համար տանջվում է, ես գիտեմ։ Լավ էլի մագա։ Խելքը ուտել տենց բան չկա մագա։ Կամ իր ինչն էր պակաս կարաս մի հատ ասես հասկանամ ես։ Թե իր այդ սիրած սերիալների ազդեցության տակ մնաց։ Մագա, 2 տարեկան երեխուն թողել փախել այդ փչացածը մագա։ Դե, ճիշտ ասած, ես էլ չեմ հասկանում Լիդային, բայց գիտեմ, որ երեխու համար շատ է տառապում, մեղք է։ Մեղք չի մագա։ Ինքը սիրտ չունի, հասկացի։ Իմ խիղճը հանգիստ է։ Դատանի որոշման հետ համաձայն եմ ես։ Ինքը մայր կոչվելու իրավունք ունի, դու ասա։ Իր դաստիարակած երեխան ինչ պետք է լիներ։ Մեծ գիտես ինչ եմ զգացել։ Լևոնը կամաց մոռանում է արդեն մորը։ Առաջ ավելի շատ էր հարցնում ու նվնվում։ Դե կմոռանա, բա ինչ կանի մագա ջան։ Ինչքան ժամանակ է դու ես նայում, քորս է նայում։ Երեխա է, բա ինչ է, կմոռանա։ Երեք մանկապարտեզից տուն են բերում, նենց բան ասես սիրտս կտոր եղավ։ Ասում է, պապա, այդ ոնց է։ Մեր մանկապարտեզի բոլոր երեխեքը մամա ունեն, ես չունեմ։ Գիտես ինչ ասեցի։ Ինչ։ Ասեցի ոչինչ, բալես, դու էլ կունենաս մամա։ Ասեցի, մագան քո մաման կլինի։ Լավ էլի արգամ, ինչի ես երեխուն տենց բաներ ասել։ Լավ եմ արել մագա։ Ախր, ես ոնց առաջ չեմ նկատել, է։ Ինչ քնքուշ, ինչ լավ, ինչ հոգատարն ես դու։ Արգամ, բայց Դու իմ ամենակարևորը լսի տղուս պատասխանը։ Ասում եմ, պապ, ուխ, ինչ լավ է։ Ասում եմ, մագան բոլոր մամաներից ամենասիրունն է։ Տղես քեզ հավանել է, այդ շատ կարևոր է։ շատ համուն բարիք է, ես էլ եմ իրեն շատ սիրում։ Բաժանվեցի, հասա նպատակիս։ Տղես քեզ շատ սիրում է, պապան ավելի շատ է սիրում, հուսով եմ, որ դու էլ մեզ է սիրում։ Այն ձևական բաներն էլ կամաց կանենք, մագա։ Բայց ախր Լիդան իմ մոտ ընկերուհին է, ես ոնց կարող եմ ինձ տենց բան թույլ տալ։ Մագա, Լիդանը իր տունը քանդել։ Հասկացի։ Լիդայի պատմությունը վերջացավ, մոռացի։ Հետաքրքիր բան է կյանքը։ Հետաքրքիր ու դեռ։ Մագա։ Ազնվությամբ եմ ասում։ Ես քեզ շատ եմ սիրում։ Երիտասարդ տարիներից Մագան սիրահարված էր Արգամին, բայց Արգամը, չնկատելով Մագային, միշտ վազել էր Լիդայի ետևից։ Մագան իր մեջ խեղդել էր սերը, որպեսզի չխանգարի ընկերուհու և Արգամի երջանկությանը։ Հա, մամ ջան, երեխեն քնեց, լավ ապրես։ Լավ մամ, ես քեզ հետո կզանգեմ, հա։ Լիդա։ Դու։ Հա, մամ, բարև։ Բարև Լիդա ջան, ոնց ես։ Լավ էլի ոնց պետք է։ Ասա, տեսնեմ ինչ կա։ Սաքոն ոնց է։ Չգիտեմ։ Բաժանվել եմ Սաքոնից։ Գժվել ես։ Հա, գժվել եմ։ Չեմ դիմանում երեխուս կարոտին մակ։ Սաքոնից խոստացա, որ երեխան շատ շուտ իմ մոտ կլինի։ Ու ոչ ման չարեց դրա համար։ Ամեն աստծո հետը կռվում էի։ Մի օր էլ հիասթափվեցի ու գնացի։ Լավ, Լիդ, հանգստացի, միլացի։ Ոնց հանգստանամ։
Արգամը ինձ զրկել է ծնողական իրավունքից։ Ես չեմ կարողանում երեխուս տեսնել։ Գոնե դու օգնես ինձ մակ։ Մենակ դու կարաս ինձ հասկանաս։ Տեսել ես Լևոնիկիս։ Ոնց է։ Դու երևի չգիտես, բայց ես ու Արգամը մենք ամուսնացել ենք։ Ինչ։ Ոնց ամուսնացել եք, ինչի։ Դե, ինձ մի մեղադրի։ Ես էլ եմ մարդ, ես էլ եմ ուզում իմ ունենալ ու ես ես ամբողջ ընթացքում երեխու կողքին եմ եղել։ Դու անխիղճոց ես, հասկանում ես։ Դու էլ ես ուզում երեխուս ձեռքիցս առնես, ասա դու էլ ես իմ դեմ թշնամացել։ Հանգստացի Լիդա, ես չեմ ուզում երեխուն քո ձեռքից առնեմ։ Հակառակը, ես անընդհատ Արգամին ասում եմ, որ երեխուն մորից պետք չի բաժանել, բայց Արգամը շատ կատաղած է քո վրա։ Բայց ինչի ես դրա հետ ամուսնացել։ Ինչի համար ես երեխուս մայրություն անում։ Հաստատ երեխուս հետ չես խոսել, չէ՞ իմ մասին երբեք։ Ինչ գիտես, որ չեմ խոսել։ Հա ճիշտ է, Արգամի ներկայությամբ չեմ խոսում, բայց ես ու երեխեն հաճախ մենակ ենք լինում։ Լիդա հասկացի, երբ որ դու երեխուն թողեցիր գնացիր, երեխեն շատ էր նեղվում։ Իրան մայրական քնքշանք էր պետք, ու ես այդ ամենը տվել եմ իրան։ Սա է հիմա քո շնորհակալությունը։ Դու պիտի ինձ օգներ, որ երեխես իմ մոտ լիներ, ոչ թե մայրություն անեիր նրան։ Ես գիտեմ, դու ուզում էիր Արգամի մոտ լիներ։ Քո համար մեկ էր, չէ՞ երեխեն ինչ։ Ոնց չես ամաչում։ Դու շատ լավ գիտես, որ ես երեխուն միշտ էլ շատ եմ սիրել։ Հա, Արգամին էլ ես միշտ սիրել։ Ու միշտ ուզել ես, որ քոնը լինի։ Լիդա, ինձ մի մեղադրի։ Այդ դու ես Արգամին էլ, Լևոնին էլ թողել գնացել։ Ես ոչ մի բան չեմ արել։ Ես քեզ չեմ մեղադրում, բայց դու էլ ինձ չպետք է մեղադրես, լավ։ Աստված, սաղ աշխարհն է, հա, իմ դեմ դուրս եկել։ Գիտես, ես սաղի տատում եմ։ Մայրական իրավունքից զրկելը ծանր էր անդրադարձել Լիդայի հոգեկան աշխարհի վրա։ Նա կորցրել էր հավասարակշռությունը ու հաճախ չէր կարողանում իրեն ճիշտ դրսևորել տարբեր միջավայրերում։ Լիդան անընդհատ երեխայի անունն էր տալիս։ Կարճ ժամանակ անց նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Հա, եղավ բժիշկ ջան։ Շատ շնորհակալ եմ, մենք ամեն ինչ կանենք, որ գանք։ Լավ բժիշկ ջան։ Լսեցի, հա, ոնց որ բժիշկի հետ է խոսում։ Հա, այս 15 րոպե խոսում են։ Հա, ինչ կա, ինչ ասաց։ Դե ասաց, որ շատ գոհ է բուժման ընթացքից։ Ասաց, որ մեր այցելությունները լավ ազդեցություն են թողնում։ Ու անցած անգամ, որ երեխու հետ գնացել էինք, ու ինքը երեխու հետ խաղացել էր, հետո շատ հանգիստ ու նորմալ է իրան պահել, ուրախ է եղել։ Չգիտեմ էլ ինչ ասամ։ Լավ, բա Լևոնիկը բան չասեց, բան չհարցրեց։ Չէ, ինքը առանձնապես բան չի էլ հիշում, ուղղակի խաղում էր հետը։ Արգամ, կլինի այսօր էլ գնանք։ Լավ, համոզեցի։ Բայց շուտ կգաք։ Հա, մի ժամ կմնանք, հետո ես քեզ կզանգեմ, դու կգաս մեր հետևից, լավ։ Եղավ ցավ տան։ Դե գնացեք, ես էլ պարկեմ մի քիչ հանգստանամ։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ճիշտ է մեր գնալ։ Հա, հասկացա ճիշտ է, բայց դե հիմա երեխու մասին եմ մտածում ես։ Մագային հաջողվեց համոզել ամուսնուն ու երբեմն երեխայի հետ այցելության գնալ Լիդային։ Երեխայի հետ շփումը օգնում էր Լիդային։ Նա սկսում էր կամաց կազդուրվել։